Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել եղբայրական թուրք ժողովրդին, այդ թվում իմ սիրելի եղբորը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական խմբավորման ինքնաոչնչացման եւ զենքերը վայր դնելու որոշման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ Այս իրադարձությունը, որը կարևոր հանգրվան է իմ սիրելի եղբոր կողմից հռչակված Թուրքիան առանց ահաբեկչության նպատակին հասնելու գործում պետականության ճանապարհին երկրում վարվող վճռական քաղաքականության արդյունքն է, ուժեղ առաջնորդության եւ անսասան կամքի, ազգային միասնության եւ համերաշխության հաղթանակ։ Մաղթում եմ թուրքական պետությանը եւ ժողովրդին հաջողություն կայացված որոշումը լիարժեք իրականացնելու գործում, ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը ողջունում է քրդական բանվորական կազմակերպության լուծարելու որոշումը եւ դա համարում է կարևոր քայլ երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ Գերատեսչությունը շեշտել է, որ Ադրբեջանը նաև ակնկալում է անհապաղ գործնական քայլեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքը լիովին վերացնելու համար։ Մենք գովաբանում ենք եղբայրական Թուրքիայի ղեկավարությանը, որը անսասան է մնում ահաբեկչության վերացման, անվտանգության ապահովման եւ կայունության խթանման իր հանձնառության մեջ, ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Բահրեյնի թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է Բահրեյնի թագարժանք եւ վարչապետ Սալման բին Համադ բին Իսա ալ Խալիֆայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկում են անցկացրել Ադրբեջանի եւ Բահրեյնի միջև երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ներկա վիճակի եւ հեռանկարների շուրջ, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Մայիսի 12-ին Բահրեյն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է Բահրեյնի խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի բին Սալեհ ալ Սալեհի հետ։ Արտաքին գործերի նախարարը իր զրուցակցին պատմել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական եւ շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի Ադրբեջանի ջանքերի եւ Ադրբեջանը հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն Հայաստանի սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերի մեջ պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ծառայողական եւ մարտական առաջադրանքների կատարման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևադրվել են պետական սահմանապահ ծառայության ղեկավարության կողմից։ Ինչպես հայտնել են պետական սահմանապահ ծառայությունից, պարգևադրման արարողությանը ելույթ ունեցած պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը նշել է Ադրբեջանում բանակաշինության ոլորտում ձեռք բերված նվաճումները եւ ընդգծել, որ սահմանային անվտանգությունը միշտ գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Պարգևադրված սահմանապահները երախտագիտություն են հայտնել ցուցաբերված ուշադրության եւ վստահության համար եւ վստահեցրել, որ կշարունակեն արժանապատվորեն կատարել պետական սահմանի պաշտպանության առաջադրանքները։ Խիստ ողջունում ենք, որ ազգային ժողովի ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին։ Այդ մասին մայիսի 12-ին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Այնպես, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ։ Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վարվկայությունն է, ասել է նա։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։
Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru Սպասում ենք ձեր նամակների։